Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես մինչ ողջ հանրության ուշադրությունը սևեռված է այլոց անկողիններին կամ կուսությանը, Հայաստանի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ, քան եթե պարզվի ինչ-որ մեկը կենակցել է իր քեռու կնոջ հետ կամ մեկ այլ ուրիշը կույս չէ։ Իսկ որոնք են այդ իրադարձությունները։ Առաջինը օրերս Թուրքիայում մեկնարկած բողոքի ակցիաներն ու ցույցերն են, որոնցով պահանջ է ներկայացվում Հայաստանից փակել Մեծամորի ատոմակայանը։ Թուրքիայի կողմից այդ պահանջն ինքնին նորություն չէ, սակայն հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս ընթացքը, հաշվի առնելով արդեն տևական ժամանակ մոդուլային ատոմակայանների բացման մասին խոսակցությունները, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից այդ հարցի վերաբերյալ ոչ հստակ դիրքորոշումը, ապա կարող ենք վստահաբար ասել, որ Մեծամորի ատոմակայանի փակման հարցը արդեն բավականին առարկայական է դառնում։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար դիմել են ոչ միայն Թուրքիայի կառավարությանը, այլև միջազգային կառույցներին։ Ինչ վերաբերում է առաջինին, ապա այս գործընթացը, նկատի ունեմ բողոքի ակցիաները, ոչ թե տեղի են ունենում ներքևից վերև սկզբունքով, այսինքն սկզբում իրականացնում են ակցիաներ տարբեր կազմակերպություններ կամ տարբեր ակտիվիստներ եւ դրանք փոխանցում են վերև, այսինքն իշխանություններին ձևակերպելով իրենց հստակ պահանջը, այլ սկզբում այդ օրակարգը ձևավորվում է Էրդողանի աշխատակազմում, այնուհետև իջեցվում է որպես հրահանգ, որպեսզի տվյալ կազմակերպությունները կամ տվյալ ակտիվիստները իրականացնեն բողոքի ակցիաներ։ Բնականաբար վերջնաարդյունքում այդ ակցիաները կփաթեթավորվեն որպես հանրային պահանջ եւ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայմաններից մեկը կդառնա։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ապա եկեք նախ փաստենք, որ միջազգային կառույցներ որպես այդպիսին իրենց անկախությամբ գոյություն չունեն։ Յուրաքանչյուր միջազգային կառույցի հետևում կանգնած է այս կամ այն արևմտյան պետությունը, հետևաբար յուրաքանչյուր միջազգային կառույցի հետևում պատասպարված է որևէ պետության, որևէ քաղաքական միավորի քաղաքական շահը։ Եվ բնականաբար միջազգային կառույցները նման հարցերի ժամանակ առաջնորդվում են ոչ թե օբյեկտիվությամբ, այլ հենց ելնելով տվյալ պետության քաղաքական շահից։ Էլի եմ ուզում շեշտել, որ արևմտյան պետությունները առաջին անգամ չէ, որ իրենց շահագրգռվածությունն են արտահայտել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի հետ կապված եւ առաջին անգամ չէ, որ շրջանառության մեջ են դրել այսպես կոչված մոդուլային ատոմակայանների բացումը Հայաստանում։ Եվ այս հարցը որպես ամփոփում կարող ենք ներկայացնել այնպես, որ Մեծամորի ատոմակայանի փակման հարցը արդեն խիստ շոշափելի է դարձել։ Հայաստանի իշխանությունները, եթե իհարկե նույնիսկ ունենան էլ ցանկություն, խուսանավելու շատ քիչ եզրեր են թողել իրենց համար, թեպետ ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն իրականում ունեն նման ցանկություն խուսափել տվյալ հարցից կամ կոշտ դիրքորոշում որդեգրել Հայաստանի ատոմակայանների հետ կապված։ Հայաստանի ատոմակայանի փակումը ունի երկու քաղաքական կարևոր նշանակություն Թուրքիայի համար։ Առաջինը Հայաստանին զրկել սեփական էներգետիկ համակարգից, իսկ ինչ վերաբերում է արևմտյան երկրներին, ապա Հայաստանի ատոմակայանի փակումը նաև ինչ-որ առումով հարված կարող է լինել Ռուսաստանին։ Հետևաբար Արևմուտքը զուգորդելով իր շահը Թուրքիայի հետ հանգիստ կարող է այդ միջազգային կառույցներ կոչվածների տեսքով ճնշման տակ դնել Հայաստանի իշխանություններին։
Երկրորդ կարևոր իրադարձությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Իրանի նախագահ Փեզեշքյանի հեռախոսազրույցն է, որի ընթացքում ըստ հաղորդագրության քննարկվել են ոչ միայն տարածաշրջանային կարևոր հարցեր, այլև քննարկվել է Թուրքիա-Իրան հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու խնդիրը։ Հենց այս համատեքստում շատ կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ օրերս Թուրքիայի նախագահը Էրդողանը դիմել էր Փեզեշքյանին, որպեսզի բանակցություններ սկսեն Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ, խոստանալով Իրանին, որ այդ միջանցքի բացումը կարող է օգուտ բերել երկուստեք եւ ծառայել երկու պետությունների շահերին։ Քաղաքականապես տգետ պետք է լինել մտածելու համար, որ պետությունների հարաբերությունների կարգավորումը չի ենթադրում երկուստեք փոխզիջում։ Բնականաբար նաև այդ երկուստեք փոխզիջումների գործընթացում յուրաքանչյուր կողմ ձգտում է ստանալ առավելագույնը եւ զուգահեռ յուրաքանչյուր կողմ ձգտում է զիջել ինչքան հնարավոր է քիչ։ Եվ եթե հնարավորություն է ընձեռնվում զիջել այլոց հաշվին, ապա դա կարելի է համարել ամենաիդեալական տարբերակը։ Րոպե անգամ չպետք է կասկածել, որ եթե Իրանը շահագրգռված լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ եւ դրա գինը լինի Զանգեզուրի միջանցքը, ապա միանշանակ այդ զիջումը կլինի Հայաստանի հաշվին։ Իհարկե, ներկա պահին Զանգեզուրի միջանցքի չբացումը, չտրամադրումը Իրանի համար ունի ռազմավարական նշանակություն եւ կարևորագույն խնդիր է այս պահին հանդիսանում Իրանի համար, սակայն որևէ երաշխիք չկա, թե թուրք-իրանական հարաբերությունների ընթացքում կողմերից յուրաքանչյուրը ինչ կառաջարկի մյուսին, ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, ինչ պայմանագրեր կկնքվեն եւ վերջնաարդյունքում այդ գործընթացի ավարտին ինչպես կփոխվի այս կամ այն պետության պետական շահը, որն էլ ուղիղ իր ազդեցությունը կունենա նշված ռազմավարական հարցերի վրա։ Արդյունքում այդ ռազմավարական հարցերը կարող են ձեռք բերել ել ավելի մեծ նշանակություն կամ հակառակը կորցնեն իրենց ակտուալությունը։ Այսպես, հարգելի հետևորդներ, Հայաստանի շուրջ եւ Հայաստանին վերաբերող այս պահին ընթանում են նման կարևորագույն եւ ճակատագրական գործընթացներ։ Իսկ մենք ինչ ենք անում։ Հեչ, ուղղակի կույսեր ենք ման գալիս։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։